Երկինք է, խաղաղ տանիք է, դպրոցն ասեց մի մեծ ընտանիք է, նա է մեր բույնը, մեր երկրորդ տունը, մեր կյանքի հունը հոսող գետերի, նա է մեր հույսը, անտարակ հույսը, նա է մեր լույսը, մութ ճամփեքի։ Ամեն ուր սեր է, տաքուկ ու ջերմ է, ամեն ոք տեր է այս պատերին, սյուն էլ ամուր է, մտքերը սուր են, քարերը կուր են կամաներին, աղոտ կուլորդ է, խաղաղ աշուրդ է, ոգիներն այս տան ապրողներին։ Սարի, ինչ ես կանգնել, ինչ ես մոլոր ու շվար քարացել, սա քո դպրոցն է, տուն ու ամրոցն է, ուր քեզ սպասում են բոլոր ժամերին, ու և սիրում են, և նախատում են, և հիշեցնում են անհիշելի։ Սա քո դպրոցն է, մտքի դարբնոցն է, երկյատորոցը, ոգու զինանոցն է, սա քո դպրոցն է, կյանքի դպրոցն է, ուր քեզ հիշում են ու չեն մոռանում։ Նա ընտանիքում ես հայրենիք է, դպրոց մեր տունն է, արծվաբույնն է, մեր դիմագիցն ու ընկեր սրտակից է, մշտավ արջախն է, գալիքի գանձն է, մեր մտքի լույսն է, ու հոգու հույսն է։ Ու դպրոտան ես, այստեղ դու տան ես, սպասում են սիրով մշտապես, ուր քեզ սիրում են, քեզ ատարում են, քեզ նով ապրում են ու ապրեցնում։ Ասում են, առանց երազանքի ամեն բան իմաստազուրկ է աշխարհում։ Չկա երազանք, չկա կյանք։ Եվ մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում իր բաժին երազն է ապրում։ Ես եւս գնում եմ իմ դեռևս ճերմակ մանկությունից հյուսած մաքուր երազանքների հետևից, եւ թող որ իմ կապույտ երազների հեքիաթի կախարդանքն իրական դառնա։ Ասում են նաեւ, եթե դրանք նույն մաքրությամբ են մնացել, անկախ ժամանակից ու հանգամանքներից չեն խամրել, ապա անպայման մի օր իրականություն կդառնան։ Չէ՞ որ երազանքների վրա է հիմնված մարդկային ողջ կյանքը։ Եվ սա ֆիլմ է հենց մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին։ Այն համամարտկային ուղերձ է մեր միասնական խաղաղական հոգու երազի մասին։ Այն է երբեք չդադարել երազել։ Շատ սիրելի։ Բանը ավել։ Վայ, վերջ դուրելի սկսեցիր։ Ուր տնեմ սա։ Ստեղ։
Բացեմ։ Չէ, հանկարծ չբացես։ Չբացես։ Դե արդեն պայմանավորել ենք, չէ՞ որ վերջի զանգից առաջ ենք բացելու։ Կկարտանք, կքննարկենք, քո եթերով էլ կավարտենք։ Բայց ես տոխերս հետ կներեմ, չէ՞։ Ես ուզում եմ անպայման տոխերս մեգարվել։ Սպանեցիր քո տոխերը։ Լավ, ունի հետ կնկարվես։ Դե իմն էլ շների հետ կանենք հետերը, ինչ տարբերություն։ Երեխեք լավ, դա հենց կորոշենք։ Բայց որտեղ ենք անելու։ Համբերեք, երեխեք, բոլորին դեռ կասենք։ Տեսա, որքան դիտուն կոր։ Հո, անկեղծես, այդքանի հույս չունեի։ Հայելի, ես էլ։ Հո, ստեր քո սրտով է կրեատիվ։ Հաստատ դպրոցում նման ձևաչափով վերջին զանգ երբեք չի եղել։ Ինչի՞ է եղել։ Դե մերը մեզ նման օրիգինալ է, չէ՞։ 100%։ Բոլոր սպասում են, թե վերջում ինչ բում է լինելու։ Հո, ինձ անդադար հարցում են, թե ոնց է, ինչ սցենար է։ Հուսալ չես ասում։ Չէ, թե բոլորն էլ գիտեն, որ մեր դասարանը ուրիշ է եւ հետեւաբար մեր վերջին զանգն էլ է ուրիշ լինելու։ Հա, մեր նման չկրկնվող ու անսպասելի։ Բերեք վերջի զանգ չանենք, դրանից անսպասելի բան։ Բոլորը սպասում են չկրկնվող մի բանի, մենք էլ չենք կրկնվի ու չենք անի։ Լավ, դրջացինք։ Երեխեք լավ, արագ տեղավորվեք, որ եթերների մասին պրեզենտացիա ներկայացնենք։ Դո ինչ եթեր, չի լինի հանեք տա, ուրիշ լուրջ բան մտածեք։ Շտե կինոն նկարացինք բրձանք էլի։ Դա հերիք է, եկեք սրանով սահմանապակին վերջի զանգի միջոցառումը։ Հա ճիշտ է ասում ժողովուրդ, դու ինչ հետեր, ինչ բան, բերեք թարգենք մեր քննությունների վրա կենտրոնանանք։ Յա, այս մի ժամում մենակ ետ մտածեցիք, հա։ Հա, էլի որ, հիմա դա է կարևոր, մենք տեղեկով դեմ ենք եթերներին։ Իսկ մենք էլ կողմ ենք։ Մենք մեծամասնություն ենք։ Յա, մոռացաք մի Սոֆեն ու միս Ջանն են մեր կողմից։ Երեխեք լավ, համաձայն եմ, քննությունը կարևոր է, դա ապագայի հարցն է, բայց կյանքը կառուցված չի միայն քննությունների վրա, ախր սա էլ չկրկնվող բան է մեր կյանքում ու հաստատ հետո սա հիշել եք։ Եկեք վայելենք միասին անցկացվող ամեն վայրկյանը, սա էլ յուրովի քննություն է։ Ճիշտ է ասում Լենան, ամբողջ 12 տարի շտապեցինք, ամեն օր տուն էինք շտապում, չէ՞ որ միասին անցկացվող ժամանակն էլ թանկ է։ Գոնե այս վերջին օրերը միասին անցկացնենք։ Այս փորձերը, նախապատրաստական աշխատանքները, երեկոյան հանդիպումները եւս շատ կարևոր են։ Հայել երեխեք, վայելեք ամեն անցկացվող միասին ակնթարթները։ Հա, բայց ես ինչ անեմ, որ լավ չեմ պատկերացնի, թե ոնց եմ գրելու եթերից տեքստը։ Սպասի, ես իմս կայել եմ։ Ուզում ես կարտամ նայեք ոնց է։ Ողջույն։ Ես Մայսյանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ եմ։ Ես նա եմ, ով իր դպրոցական անհոգ տարիներն ու մանկություն հեքիաթ օրերն անցկացրել է մի կրտոջախում, որ առաջնային է եղել յուրաքանչյուրի մեջ մարդկային վեհ արժեքների սերմանումը, որ կրթությունն ու դաստիարակությանը զուգահեռ կշերքին նժարվել է ազնվությունը, մաքրությունը, նվիրումը, հավատարմությունը, վստահությունն ու համախմբվածությունը, ի բերանատի ձևավորման համամարտկային որակներ, եւ մեր դպրոցական կյանքի հետաշարքային այս խորհրդանշական 9 օրերը մեզ հետ ապրեցիք մեր հիշողություններով ու վարտագույն երազներով, եւ ես նա եմ, ով բաց կյանք է մտնելու իր հետ տանելով ձեզանից ժառանգած ոգին, կամքը, պատկանը, խոստումը ու մարտը, եւ վերջապես ես նրանցից մեկն եմ, գուցե հերթականը, ով այստեղից ստանում է ամենաթանկը, իր խաղաղությունը, հոգու խաղաղությունը։ Սա ասես մի քննություն էր, միասնականության ու արժեքների չափման փորձություն, որով հաստատվելու էր տարիներով մեզ ներառված մարդկային վեհ որակների քննադատականը։ Երեկ մենք երազում ենք այսօրվա մասին, այսօր երազում ենք վաղվա մասին, վաղը երազելու ենք հաջորդ օրվա մասին, հետո հաջորդ, էլի հաջորդ, ու այսպես մինչև վերջ։ Եվ սա ֆիլմ է հենց մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին։ Այն համամարտային ուղերձ է մեր միասնական խաղաղականջ հոգու երազների մասին։ Այն է երբեք չդադարել երազել։ Չէ որ աշխարհին պետք են մարդիկ, ովքեր կերազեն մի բանի մասին, որը դեռ չի եղել։ Տելո, այդ ինչ խոզիչ ու սիրուներ։ Դու ինչ գրել։ Հա, թակ աշկոմինա։ Այլ։ Մենակ նախորդ ասել ես պարտադիր աղնիկներից էլ են նկարվելու։ Վայ, ասեցինք հա, էլի, հա։ Շատ լավ է, բայց ես չեմ կարող նման բան գրել։ Այս է։ Երեխեք կարող եք, բոլորս էլ կարող ենք։ Ուղղակի ցանկությունը պետք է մի քիչ էլ անկեղծություն։ Մի քիչ էլ անկաշկվանդակություն։ Անկաշկանդվածություն։ Դե հա դե լիդորից։ Երեխեք ինչի չենք սկսել։ Անցնենք բուն գործին։ Չմոռանանք ինչ ենք հավաքվել։ Բիզնեսս մնաց, բանկրոտ կենաց։ Հա, արդեն բարամունք եմ կուշանամ թե։
Արագ տեսնենք երթակ տաներով։ Ավարտական միջոցառմանը հաստատված չէ։ Լավ երեխեքներ, ներկայացնեմ պրեզենտացիան, քանի որ զուգադիպության վերջի զանգին մնացել է ճշտայինական օր, որքան ձեր դասարանի աշակերտների թիվն է, այսինքն 9 օր, յուրաքանչյուր օր սկսած այսօրվանից ուղիղ ետեր ենք մտնելու հետ հաշվարկով, Facebook-յան պաշտոնական կայքեջով։ Ետերի մասին կխոսեմ մի փոքր ուշ։ Ետերի վերջին օրը, երբ վերջին շրջանավարտը կներկայացնի իր ետերը, միաժամանակ ետերից անմիջապես հետո ցույց կտա, կկարտա ձեր երազանքների տուփում այսքան տարի բաց ու փայփայած թերթիկները եւ հենց ուղիղ ետերից բոլորը կլսեն ինչ եք երազել։ Այժմ ներկայացնեմ ետերի նպատակը, ամենակարևորը ետերի նպատակի ճիշտ ընկալումն ու մատուցումն է։ Պետք է այդ կերպ հայտնենք մեր երախտիկն ու խոնարհումը, օրինակ ինչպես արդեն ասացինք, սահմանափակելով մեր խոսքը լսողների քանակը։ Այսինքն, եթե գովերգելու ենք մեր դպրոցն ու ուսուցիչներին, ուրեմն թող բոլորն ու գուտիրը ականատես լինեն դրան, քանի որ մենք սովորել ենք աշխարհի լավագույն դպրոցում, իսկ մեզ կրտելու դաստիարակել են աշխարհի լավագույնները։ Այնպես որ պետք է ստարժանվույն հարանացնենք մեր սիրելի կրտոջախին մեծարելու մեր ավարտական խոսքը։ Այժմ ներկայացնեմ ուղիղ ետերի վայրը, ըստ աշակերտների ցանկության, այսինքն ըստ մեր նախընտրության, որտեղ ուզում եք, կարող եք այդտեղից միանալ ուղիղ ետերը։ Հա, թելո, դու թողեի թետես մենա ծուս։ Ուղիղ ետերի մեկնարկը, քանի որ սա մեր համար նոր եւ բաց կյանքի լուսաբաց է, պետք է մեկնարկը տանք արևածագին, այնպես որ նկատի ունեցեք ուղիղ ժամը 9-ին սկսում ենք ետերը։ Մենակ Շուշանակ։ Էլով խոսա։ Ներկայացնեմ հաջորդականությունը, քանի որ ստելայի ետերը արդեն իսկ գնացել է, հետևաբար առաջինը Ստելան է, հաջորդի Ռուբենն է, օր 3-րդ Լենա, օր 4-րդ Հովիկ, որից հետո Մելին կներկայանա, հաջորդ օրը Նարեկը, օր 7-րդ Եսային, օր 8-րդ Կոհարը եւ կհամբողենք Թելմանի խոսքով։ Երբ ներկայացնեմ ավարտական միջոցառման ընթացակարգը, նախավերջի օրը բացում ենք մեր խորհրդավոր երազանքների տուփը, որին կհետևեն ուղիղ ետերով ծանոթանալ մեր մանկական երազանքներին։ Ապա թեմանի եզրափակիչ ետելով կանխենք ավարտական միջոցառումը, իսկ տոնական դրամատուրգությունը կեզրափակենք մեր ֆիլմի դիտումով եւ իհարկե հոտնկայց ծափահարություններով։ Լավ երեխեքներ, եթե հարցեր չունեք, սպասում ենք վաղվա ետերին, մեզ հաջողություն։ Հարցեր կան։ Այս բան չկան։ Լավ, ուրեմն վերջ, մենք այսքան այսպես էինք աշխատել։ Կոնսորտ է վերջ, հա։ Տաներով։ Ոնց որ թե հա։ Գնացինք։ Արուկ ջան, ծծակով քո հերթն է վաղը, քո ետերն է, այնպես որ նախապատրաստի պրեմիերայի։ Քիմիայի խորհրդի ժամը շտե տեքստ։ Երեսին է։ Հա, ոնց որ թե այդպես է ստացվում։ Ես այսօր հաշտիկ ունեմ պատրաստ պարելու ձեր այդ տեքստը կմշակեմ։ Հա, միանգամից այնտեղից էլ եթեր մտի։ Հա, հաշտից պես է։ Ինձ հետ չեմ պատկերացնում եթեր անելիս էйներ հուզիչ տեքստերով։ Ով ես։ Ոսկե։
Ասում են, երազանքները մեզ հետ մեծանում են, ապա իրագործվելով կորցնում իրենց հմայքը։ Հետո մենք գնում ենք նոր երազանքների հետևից, հետո մյուսի հետևից, հետո նորից ու նորից, մինչև վերջ։ Ու երբեմն այդպես էլ չենք հասկանում, որ երջանկությունը երազանքի մեջ չէ, երջանկությունը երազանքին հասնելու ճանապարհի մեջ է, երբեմն նույնիսկ հանդիպած դժվարությունների հաղթահարման մեջ, եւ ամեն մի ակնթարթը փայփայելով գնահատելու, վայելելու մեջ։ Բայց որքան էլ արագ ենք սլանում մեր երազանքների հետևից, որքան էլ արագ ենք հասնում դրանց, միևնույնն է, կյանքը բացարձակ անարժեք է, եթե այնտեղ չկան նրանք, ում հետ անցել ես այդ ուղին։ Կյանքն առջևում է, առջևում երազանքների իրականացման ժամանակն է, մեր երազանքների ժամանակը, եւ սա ֆիլմ է հենց մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին։ Այն համամարտկային ուղերձ է մեր միասնական, խաղաղականջ հոգու երազի մասին։ Այն է երբեք չդադարել երազել։ Բարև։ Միշտ թռավ։ Մերը բարև կորանով։ Սմարտ չէ եկել է։ Մենակ թելմանը գնել չուր։ Այո, ժողով, բարև, այշեք։ Լավ դուսա։ Ռուբ եթե տեսակ էլի շտավներ, հա? Որուց։ Հա, տոկոսներ։ Իցե չուտեմ։ Ով կարևոր բարձրայես է։ Այ, ես լրիվ մոռացել էի։ Ինչով թե մոռացել։ Այ խորաս ուզված էր կլես։ Աստված բարտան կլես։ Ես էլ աշտիս եզակությունը կկարտար։ Ասի։ Այդքանները շինք տեսել որ կարես։ Հակուն ես գալիս, որ չենք ես զգա։ Այո։ Դեր աբլա։ Երեխեք եսակ ու բերի հետերից չուր ստացվել։ Հո, ես իրենից այդքան չի սպասում։ Ճիշտ նորսամ ես ես դիքան չի սպասում։ Տարուսը մեզի։ Երեխեք Իգեր Սարգսյանը թեմատիկ է տվել, ասաց, որ վերջին թեմատիկն է, ուզենք գրենք։ Կերտարամազում չկա։ Ամեն դեպքում պետք է գրենք։ Մի շաբաթ է հետաձգում ենք։ 3 հազիվ համոզեցինք ու խոստացանք, որ այսօր կգրենք եւ կհանձնենք։ Բա երեխեք լավ ելիք նստին կգրենք։ Հոլորս միասին կգրենք կոկտեյլ իրար էլի։ Աչքից տղեկը քննիցանել եք ասել եկեք մեկը գրենք։ Իսկ մի վերջին գրավորն է եկեք մի նստին, նորմալ սաղով գրենք։ Տղեկ, բայց դուք ճիշտ կսկրեք, ես վերջին հարորը կոնեմ ենք մինչ կան։ Եկ ելատել գնցեն։ Ես կամ վերջը ուղղոս։ Սնջեք ես ձեր պատը։ Օպա։ Պարնեք ես։ Չող է վերջը։ Իա, լավ որ եկա Ստելա ջան։ Ինչպես միշտ։ Շմեոտ կարգել է, ես անգին ասնեի։ Երեք սրամտեք ռուբոպրես, այսօր ետել է տնտիրեր։ Այլ սովորեք սրամուտներ, հաջորդը դուք եք։ Ստելարի մաթեմը թեմատիկ է, արին նստի գրի, որ հանձնենք։
Երանի հնարավոր լիներ, գրպանումս այնպես տեղավորի իմ դպրոցն ու հուշերս, որ ամենուր ինձ հետ լինեին։ Իսկ ամեն անհրաժեշտ պայի հետ վերադառնայի, քայլեի ինձ հարազատ դարձած ուղիներով ու այս պատերից առնեի փափակ կարոտս։ Եվ ապրած օրերից սկումերից արբեցած հետ վազեի, մանկությանս անծիր արահետներով ու կարոտոտ շնչեի հուշերից մակաբույրը, ճոճվելով երազներում, ավաղ, միայն երազներում։ Եվ սա ֆիլմը հենց մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին, այն համամարտկային ուղերձ է մեր միասնական, խաղաղական հոգու երազի մասին, այն է երբեք չդադարել երազել։ Հլո, լավ չեների։ Երեխեք ինչ հավես էր, բայց աչքիս ես վերջում նման եթեր մի անգամ էլ անեմ։ Աշկիս լրագրող դառնամ, երեխեք։ Էլի փոխեցիր մասնագիտությունը։ Այն չանեմ, չեմ կողմնորոշվում։ Ես միշտ ավիր Մելինե ջան, ամբողջ կյանքը դեմը դե։ Երազանքի տուփի մեջ ամեն տարի մի երազանք մասնագիտություն գցել եմ։ Հանկայուն մարդ։ Իսկ ես 6-րդ դասարանից ինչ երազանք գցել ենք երազանքների տուփի մեջ, հստակ գնացել եմ դեպի այդ երազանքս։ Նպատակասլատ ձևով։ Բայց մասնագիտության հասնելը երազանք չէ, նպատակ է։ Իմ կարծիքով աշխատասիրության ձգման արդյունքում անպայման կհասնես նպատակիդ։ Այ երազանքային, ինչը միայն քեզանից կախված չէ։ Հա, օրինակ ես միշտ երազել եմ, որ մենք դասարանով միասնական լինենք։ Հա, ես էլ եմ տագրել թերթիկներից մեկում։ Դե այդ բառերով չէ, բայց մոտ այդ միտքն եմ արտահայտել, որ երբ ավարտենք, նույնիսկ այդ ժամանակ ընտանիքներով միասին ընկերություն անենք։ Հա, այսպես համերաշխ, միասնական, բոլորս իրար հետ։ Իսկ ես քրել էի, որ քննությունները լավ կանենք։ Ես էլ թերթիկներից մեկում կարել էի ուզում պոեզի շոֆեր տալ։ Նախ պոեզ չէ, այլ գնացք է, համեր շոֆեր չէ, մեքենավար։ Իա, մելն է, հեմել բառարան կկարտաս։ Մի անգամ էլ գրել էի, որ երազում եմ մի 0.7 նիվա ու հաշիկ լիներ ճռցնենք։ Ես ինչով ես բանեք մտածել, տեսած էր եթերը շատ սիրուն էր։ Ոայ երեխեք, շնորհակալություն։ Աբրիկորների դեպք։ Երեխեք մի եթերներն նայեք, որ մեզ բոլորս տեսնենք ես ելքան։ Աստղեք տարել դպրոցի բոլոր անկյուններում ձեր Facebook-յան եթերներն են նայում։ Ոյ դի հոպտե, ամենից։ Պատահում է, մարդ մի օրում ապրում է մի տարի կյանք։ Հետագա ժամանակը անայական է դառնում, իսկ այդ օրը խաղաղարշալուս։ Ու երբ համակվում է սրտմաշուկ խորհրդածություններով, կամ հոգիդ պահարվում է խորը մրամքի մեջ, օգնության է հասնում այդ խաղաղարշալույսը, որպես Օվկիանի հարացու ալիքների վրա օրորվող միշտ պայծառ ու նվիրական փարուս, որը տանում է դեպի անցյալի գիրկը, դեպի լուսավոր հիշողություններ, որոնք ապրվել են վայրկով, պարալիզվել ու կերտել պատմություն։ Մեր տան, մեր այս ընտանիքի պատմությունը, մեծ աշխարհի մեջ, մեր ստեղծած աշխարհի պատմությունը, իմ ու քո երազանքի պատմությունը։ Եվ սա ֆիլմը հենց մեր տարիներով փայփայած անավարտ ու նվիրական երազների ու հույզերի մասին, այն համամարտկային ուղերձ է մեր խաղաղական չոքու երազի մասին, այն է, երբեք չդադարեք երազել։
Ընտանիքը բնության պարգևած հրաշքներից մեկն է։ Գլուխգործոցը։ Մարդն առանց ընտանիքի նույնն է թե մարմինն առանց հոգու կամ սրտի։ Սա իմ ընտանիքն է, հոգու ու սրտի, ում հետ ինձ զգում եմ ուժեղ ու ապահով, կյանքի ամենաբարդ փորձությունն անգամ հաղթահարելու կարողությունը։ Սա իմ ընտանիքն է, հարգանքի, սիրո, մտերմության, ջերմության ու միասնականության տունն է, օջախը լույսի։ Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, իմում ևս սերնդեսերունդ փոխանցվելու են այն ավանդույթները, որոնք կերտելու են իմ կրթարանի պատմությունը, ամեն փոխանցված գրի հետ ավելացնելով ու ամրապնդելով երջանկության ու լիարժեքության չափաբաժինը, վերահաստատելով ինքնությունը։ Սա իմ ընտանիքն է, իմ վարքագծի օրինակը, իմ լիարժեքության մեկնարկը։ Սա իմ երջանիկ պայրու դժվարությունների հաղթահարման ձեռմեկնումն է ու ձեռքսեղմումը։ Սա իմ հյուրընկալ ընտանիքն է, դռնպաս տունն է սա իմ, ուր ամեն մի հիմնակարը ամրակուր կամք է, ամեն սյունը ոգյացած սեր է, ամեն կամարը միաբան բռունցք ու բռնցված արտուղի։ Աշխարհում միլիոնավոր ճանապարհներ կան, բայց դրանցից լավագույնը դեպի այս տուն տանող ճամփան է։ Եվ այն ամենաերկարն է, բայց ամենասիրելին ու ամենասպասվածն է։ Քանզի տանում է այնտեղ, որտեղ սպասում են ամենաթանկ մարդիկ, ամենաարժեքավոր ապրումները, տեսարանները, գույներն ու հիշողությունները։ Այն ինչ պետք է ինձ հետ է, իմ ներսում, իսկ ես նրա ներսում։ Սա իմ տունն է, ու իմ ընտանիքն է, որ միշտ կա վերադարձ, որը պատում է ինձ ջերմությամբ, սիրով, ամբողջության զգացումով, ու ոչինչ էլ չի պակասում ինձ։ Այո, դպրոցն իմ տունն է, իմ տուն տարածն է, որն իզորու է վերադարձնել ինձ այն կարոտած մասնիկը, որը կոչում ենք մանկություն։ Երջանկություն է զգալ այդ ազատությունը ու վայելք է տիրող հանգստությունը։ Տան ընտանիքի ճամփաբաժնին ենք, նոր կյանքի խաչմերուկին։ Հեռանում ենք մեր մեծ տան ընտանիքից, որպեսզի շարունակենք երազել վերադառնալ տուն, ուր թողնում ենք ափսոսանքի հուշեր, ուրախություն ու հույզեր, ընտանիքի պես ապրած րոպեներ, վայելքի ակնթարթներ, տուն, որտեղ կառուցեցի մանկության երազանքների մի անկյուն, տուն, որին սիրում եմ ոչ նրա համար, որ այն մեծ է, այլ որ իմն է։
որ նստես դու դասերին բոլոր Եվ սովորես քնաթաթաղ դու գիշեր ու զոր Դասամիջոցներ թռնում է ինադու գլոր Երբ ենք ավարտելու մենք վերջապես մի օր Ես մի օր կձանձրասեմ դասերը մոլոր Քանզի գրել կարդացել ես դու տարին գլոր Բեղողն ես խնդիրներից ու թեստերից անհաս Երեխեք ես գնացի տուն, տո չեմ է ներդաս Չի կարելի գնալ ամեն օր դասի Չի կարելի նստել 7 դասաժամի Չի կարելի մեզ տալ այսքան տնային Չի կարելի, չէ չի կարելի Չի կարելի, Դե հերիք է էլի Ուշադիր եղեք դուք միշտ դասից թախնելիս Ճիշտ ու ողջաշվեք ողնացույցին նայելիս Հատուկ տեխնիկա կիրառեք գաղտնա լսելիս Ցավ ու աչալուր եղեք տարած խուզակելիս Ուսով ոսկելիս հանկարծ չխտան դուք չխախտեք Ու կարևոր իրեր դասարանում չթողնեք Որ ստիպած հետ չդառնաք վայրը փախուստի Հայ մարդ սպես էլ բան կեղնի, մենացի ես տեղ գերի Չի կարելի հետ գալ վայրը հանցանքի Պետք է կորցնել հետ իրեն ապացույցի Չի կարելի քաշտալ գրկել դասից թռնելիս Չի կարելի, չէ չի կարելի Չի կարելի, չի կարելի Հայտնաբերվելիս վերադարձեք դուք դասարան Որ հասնեք շտապացնել դուք դեպի բեպլան Ինքնամորած աճապարեք և կտարանման Տեղա ջան խոմ դու սայլուկ չես, չեն ես այդպես բան Չի կարելի փախնել այս կերտասերից Չի կարելի ցատկել բարձր հարկերից Այսքան մարդը հավաքվել է որ կես համոզի Չի կարելի, չէ չի կարելի Չի կարելի, չի կարելի Դասից փախնելու համար ճամպաներ կան անհամար Դու չդիմես քայլերի, որ կբերեն աղետի Զերծ մնա դու էքստրեմից, դուրս արի չորնի խոդից Անհապաղ է պետք գործել, քանի դեռ չենք բռնվել Չի կարելի թռնել այս կերտասերից Չի կարելի ցատկել պատուհաններից Այսքան մարդը հավաքվել է որ կես համոզի Չի կարելի, չէ չի կարելի Չի կարելի, չի կարելի Լռությունը, արտասովոր լռություն, ասես դատարկություն, դպրատունս, բայց դու մի տխրիր, մենք նորից կհանդիպենք քո տաքուկ գրկում, որ լցնենք միջանցներդ մեր աղմկոտ շնչով, խինդ ու ծիծաղով, զանգիթ խողանջով, մենք նորից կգրկախառնվենք ու կասենք, որ սիրում ենք քեզ, կանցնեն օրեր, տարիներ ու մենք նորից կհանդիպենք, որ միասին հյուսենք մեր կյանքի ամենանվիրական երազները, որ միասին երազենք, որ նորից պատմենք մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին ֆիլմը, որը համամարտկային ուղերձ է մեր միասնական խաղաղական չոքու երազի մասին։ Այն է, երբեք չդադարել երազել։ Կարող հավաքվենք գնանք սնդուկը բացենք։ Ստեղ եք բացել։ Չէ, մերին դասացիների գնաք կերակի մերին բացել։ Դե եկեք բացենք, բոլորս էստեղ ենք։ Ես չեմ հոգթերում։ Ող երեխեքին չուզի չէ։ Հաշա։ Ադե բացեք։ Բայց չէ, սպասեք։ Սպասեք, որ սիրուն ստացվի։ Ինչ մտենի։ Բացի։ Վերջ, պատրաստ եք։ Ահա։ Բացում ենք։ Ահա։ Ապա։ Ճարակ։ Դու գերա դե ման։ Չի լինում։ Չի դասում։ Բալա տուզի։ Չելո լկնապած, մենակ ես ոքի դարվի։ Այն։ Դելո չկոնձի։ Ասու դելո։
Դադարգ է։ Հա էլի։ Չկա։ Չէ, չկան։ Փաստորեն Թերթիկները չկա։ ահա Ու հիմա ինչ։ Ոչինչ։ Իրախեք դիլով կոտոքելու ժամանակը չի, արագացրի, ժամանակ չունենք։ Բայց ով կատարք է։ Թելման։ Նայե, դադարգ է։ Հա էլի, դադարգ է։ Չկան, դատարկ է։ հա դադար է վայ Չհասկացա։ Երեխեք ով է հանել։ Ես չեմ։ Ես չեմ։ Ով կարող է բացել, մի հատ է հանել։ Թելոն է հանը մենակ իմ վերաբացա էլի։ Իմ ինչին է պետք որ հանեմ ձեր թերթիկները։ Ռոյի Հավայելում եք երեխեքները եք։ վերջացրեք, ասացի չէ որ ժամանակ չկա։ Ու բացի ցանը կարող ենք վաղ եթերի ենք։ Բայց իսկապես չկան։ Հոգարակը չկա որ կարող են բացել։ Իմ ինչին է պետք ձեր թերթիկները։ Հավայելում էր պետք։ կամ ով պետք է բացել Կամ ինչի էին տարել նկուղ։ Դե արդեն ասել էին, որ մեր դասասենյակը փոխելուց որոշ իրեր պետք է իջեցնել նկուղ։ Բայց այդ ժամանակ մենք բացել ենք ու տեսել ենք, որ փաստացի թերթիկները ներսում էին։ Համել թե հիմա էական չէ, դրա քննարկման ժամանակը չէ։ Հա, հաստատ։ Իսկ կարող է իրական բանալով են բացել։ ինչի սա իսկական չէ Էդի նկատի չունեմ, ուզում եմ ասել, նայեք, իրական բանալին կորել էր, չէ՞։ Միգուցե իրականում չի կորել ու դրանով են բացել, իսկ մենք սրանով այսքան ժամանակ տանջվում էինք։ Չէ, դա բացառված է։ Բացի այդ ում էր պետք մեր արթիկը։ Այնտեղ մեր երազանքների թերթիկներն են եւ միայն մեզ համար էր կարեւոր, թե չէ ում ինչ։ Ամեն դեպքում տեղի երևի։ Պետք է հասկանալ սա ինչ է։ Ով է արել։ Այ քեզ արեղծված։ Երեք բայց ինչ հետաքրքիր է, ոնց որ կինո լինի։ Հիմա հետախուզություն կսկսեմ։ Երեխեք կադագի մի տվեք սիրուն բան չէ հարցը մենակ թերթիկները չեն Ախր երևույթն է տեղ։ Փաստացի մեզից մեկն է արել։ Փաստացի լրջանում է ամեն բան։ Ու երեխեք լավ էլի մի փճացրեք ամեն բան։ Արդեն ասացի ժամանակ չունենք։ Վերադարձրեք թերթիկները ու բացի ցա վաղ եթերի ենք դնելու։ Մնացիք առանց երազանք երեխա։ Առանց երազանք ինչի մնացին դե եկեք արտեսնենք ու լրջացնենք էլի շատ անհարացրի Թղթիկը դոր էլի, հլը տենքներիդ նայեք, հերո ամեն ինչից ոնց որ մարդկային կորուստ լինի։ Հա էլի ժողովուրդ ճիշտ կսես մարդը։ Բերեք այդ թղթիկները հմիկ բերենք, կվերեկը մեր երազանքները սիրուն կարտատբենք ու կգցենք այդ սունդուկի մեջ։ Հետո սիրուն կբացենք այդ սունդուկը, կնկարենք Թելմանի ետերի վախտը ցույց կտանք։ Ու վсё, էլ ինչ եք խառնվել էր, ով պետք է իմանա, մենք ենք այսօր ենք գծել, եկեք ենք գծել։ Շատ է պիտ։ Բա երեխեք մենք իմանանք։ Դու մենք ինչ է։ Ինչ թե մենք հեչ։ Իմիջիալոց սա մեր վերջին ցանն ու մեր ավարտական միջոցառումը։ Այս ամենը մեզ համար էր, մենք ինձ ավայելելու։ Համիկ ուզես որ թերթիկները չկա, հա չենք գա, հա վայելենք։ Դու վերջացրեք։ Չենք վայելել, իմաստը թերթիկների մեջ չէր։ Բա ինչի մեջ է։ Իմաստները որ մենք 6-րդ դասարանից այդ թղթերի վրա գրել ենք մեր երազանքները ու դրել ենք այս տուփը։ Ու մենք այսօր դիպացենք այդ տուփն ու մեր ուրախությունը կիսենք մեր մտերիմների հետ, այսօր չնեղավ։ Ախր հասկացեք վերջապես, այս թերթիկների արժեքը չի կայանում նրա թղթի գնի կամ նյութականի մեջ, նրա արժեքը կայանում է բովանդակության մեջ։ Արժեքը շապով մեր վիզերն էին, որոնք երեխա ժամանակվանից թղթին էին քաղաք ու հավատացել, որ մի օր կբացեն, ու այդ երազանքները կիրականանան։ Իսկ երազանքներին հավատացող մեր անմեղ մարդկային հոգիները կերշանկանան էին այդ իրականացող երազանքներից։ Մերն է, այս սիրուն տողերը որ հարագի դարենց ես բեղել։ Ես չեմ պատակում, Թելման։ Ես էլ։ Ճիշտ է ասում Մերինեն։ Եթե հիմա ձևական պետք է գրենք ու գցենք թերթիկները արխի մեջ, հետո ձևացնենք, թե զարմացանք, էլ իմաստը որն է, լավ է չանենք։ Կարող ենք էլի դերշանել, վերջին զանգ։ Բայց ի՞նչ կապ ունի վերջի զանգը։ Մենք մեր կինոն նկարի պերձել ենք, բարը գիտենք։ Կինո կնայենք նեհալ կպարենք ու վերջ հիմա թող երազանքների տուփը չբացենք Երեխեք, բայց ամբողջ ֆիլմը երազանքի տուփի մասին էր։ Ու մենք որ այս օրերին եթեր էինք անում, նախապատրաստում էինք ժողովրդին։ Արդեն սովորեցնում էինք վերջին զանգի ընթացքին։ Հիմա եթե երազանքի տուփը չենք բացելու, մեր երազանքները չենք ներկայացնելու, ուրեմն իմաստը որն է ֆիլմի կամ պարի։ Հետ չեմ խոսում եթերների մասին, որոնք ունեն կիսատ ու անավարտ, անիմաստ։
Էլի եթերները հենց սկզբից իմ սրտովս Բոլորտեղ շատ գեղեցիկ էինք եւ անկեղծ եթերների ժամանակ։ Դե կաներել ենք, թելոնը թող իրա եթերը պրզնենք։ Ուզում եք սիրուն նոտը ավարտենք, դյակավոր բերման իրա տողեր հետ սիրուն իրա վերջո եթերը կենեն ու վերջ։ Ես էլ երազել եմ տողերից հետ նկարում։ Այդ դեղներ, բան չէ, մուզիկ։ Դա ինչ կրել երազանքի թերթիկի վրա։ Նման մի բան։ Այսինքն խաղաղություն եք կրել։ Ես ու դրանից կրել։ Ես էլ։ Հաստորեն բոլորս նույնն ենք գրել։ Հիմա հիշելու ժամանակը չի, արեք ասեք ով է վերցրել, բերեք դնեք տեղը, նկարեք, գնանք դներով։ Ես էլ եմ մի ապուս կա։ Ասի ես էլ եմ կա։ Ուր, սպասեք, այդ ուր եք գնում, Մենք աներա։ Շտերի գերի դուս կա։ Դա մանկստացեք մենք եկեք ու կա։ Նա այդելով, բայց հաստատ դու չես տարել։ Բայց չէ էլի, нет, հաշտից դու ես տարել դες վրա այդ ցանես գալիս։ Բայց չասես թե լավ տարեք վերջացեք յամուտը։ Բայց ով է։ Շատ իմանա։ Ոչ մարդը չի տարել։ Ուղղակի մեկը կատակով վերցրել է, մենք էս ամենի վերջություն տվեցինք, ամեն չէ կորսեին կնե։ Կարող է։ Տարեք, աշկիսս ամենի մեջ աշկինի մադը խառն։ Ես այդպես կմտածեմ, հաստատ վերցրել են ու մի հաստատ մեր վրա կխնդա։ Դե դասին թվա։ Տղեկն են, երեխեք ես վստահ եմ, հոստը տղեկն են արել։ Ճիշտ է ասում, ոնց գլխի չէինք ընկել, իրենք չէին ուզում նկարվել։ Դրա համար ասացին, որ չնկարենք այդ պահը։ Երևի ամաչեցին, հա, որ բոլորը կտեսնեն թերթիկները։ Ու կիմացվի ինչ են գրել։ Տղեկն են։ Հաստատ։ Երեխեք, չի թվում, որ տղեկն են։ Դժվար նրանք ես պատասխանատու լուր բային նման քայլի գնային, չէ, հաստատ իրենք չեն։ Ով իմանա։ Հաստատ տղեկն են։ Ես վստահ եմ։ Չեմ հավատում։ Չէ, ես չեմ հավատում, իրենք չեն։ Տղեկն են, երեխեք ես վստահ եմ։ Ես էլ իրենք։ Հա, տղեկն են։ Հաստատ։ Չգիտեմ։ Ես չեմ պատկերացնում, որ նրանք են։ Մենք չենք եղել։ Ես չեմ։ Մենք հաստատ այսօր։ Ինչ եք անում այդտեղ։ Բա դու ինչ ես անում։ Ճիշտ է ասում։ Լավ դուք ասեք։ Մենք ստեղ մենակ չենք։ Այսինքն։ Բահո, աչքից փոլորտել այստեղ եք, հա, հələ դուրս եկեք։ Խաղը ինչ է կատարվում։ Ես նամակ եմ ստացել։ Ես էլ։ Ինչ տանում։ Լետեսն։ Դուք եք ստացել։ Ինչ է գրված։ Թերթիկները ինձ մոտ են, ժամը 17:00-ին քերի համակարգչային, որ վերցնես, ոչ ոքի չասես։ Տեսնես ով է։ Ես զանգում եմ հետս համարի, անհասանելի։ Հա, ես էլ։ Երեխեք չգիտեմ ով է, ինչ նպատակով է սա անում, բայց հաստատ վատ կատակ է, հետաքրքիր չէ։ Հա, իրոք, իբր ինչ խաղ է սա։ Սկզբում հայտացան մեր երազանքների թերթիկները,
հետո տուն-տունի կախնի երևույթները, նամակները, իբր ինչ։ Ով որ է մեր միջից է։ Հա, հաստատ, դերում եք դեր։ Սիրուն չէ, շատ տհաճ իրավիճակ է, մեկը ինձ դուրս չի գալիս։ Նույն պահին բոլորինս, այսինքն ով որ ուղարկել է շատ լավ իմացել է, որ մենք նույն պահին նույն տեղում ենք ու սաղս բոլորով միասին ենք։ Այսինքն այդ ուղարկողը հետևաբար մեզանից ինչ-որ մեկն է։ Երեխեք վերջին օրն է, մի հարամեք ամեն բան։ Այս ամենը բոլորիս է վնաս։ Ու նախավեսով հասկացրել ենք այս 12 տարին։ Հայր երեխեք, մանկապարտեզից իրար հետ ենք եղել, ու մի հետ սիրուն չի արես ձևով լարված ու անկապ վիճակով հարանենք ես մեր ավարտական միջոցառումը։ Ճիշտ երեխեք, եկեք ով որ վերցրել է խելոք գլուր Խոստովանի ջրենք գնալ։ Կարող է հեչ դիտավորություն էլ չի եղել, պատահական է ստացվել։ Եկեք խոստովանենք, հա։ Ճիշտ է ասում, բայց ես ոչ չեմ։ Բաբա, ես չեմ, դու չես, նա չէ, բա ով է։ Մեկը տարել է, չէ։ Ու հաստատ մեր տասանից է, որտեղ վերում էր պետք մեր թերտիկները։ Բարդատիր չէ։ Ենքան մարդ գիտեր, որ մենք ես վերջինով հավաքվել էինք, որ բացեինք։ Հա, բայց իրենց ինչին է պետք մեր թուղթը։ Հա, հաստատ պետք չէ։ Ամեն դեպքում մեզ ոչ մեկ չի կարողանում բացել։ Մենակ թելուն է կարողանում բացել։ Ինչ ես ուզում ասել, որ։ Ոչ մի բան, ուղղակի ուզում եմ ասել, որ մենք չենք կարողանում բացել։ Այսինքն ես եմ բացել, հա։ Ես նման բան չասացի։ Բայց մտածեցի, թե քո կաշվեքով, որ ես եմ կարող բացել, ուրեմն ես եմ տարել։ Բարերը չափավորին է։ Դու չափավորի։ Արդեն որոշ անգամն էլ ասում ես, որ մենակ թելոն կարող է բացել։ Ստե մեկ կերպ տանել բոլորն էլ կբացեք։ Այդ էլ քո ալիբիներն էր։ Կարող ես դու էլ բացել ես։ Հավաքվի դասնաս ի՞նչ խոսես։ Այդ դու հավաքվի։ Լավ, տղեկ, հանգստացեք, մի բորբոքվեք։ Համեն թելոն ճիշտ է ասում, որ մենք ներս տնենք, բոլորս էլ կարող ենք բացել։ Այելի հանգստացեք, հասկանանք ինչ ենք անում։ Ժողովուրդ, ոչ ոք թող ոչ մեկի չնեղանա։ Ուղղակի սա այն պահն է, որ մեզնից յուրաքանչյուրը ունի կասկածելու իրավունք մնացած բոլորին։ Կասկածելն այլ բան է, մեղադրելն այլ։ Ես է բոլորիդ կասկածում եմ, բայց չեմ մեղադրում։ Բացի այդ բոլորը գիտեք, որ ես եմ կարող բացել։ Ես ո մի ամիջ չեմ, որ տանեմ։ Առաջերտին ինձ եք կասկածելու։ Անտրամաբանական է, չէ՞։ Այդ բառը, բայց եկեք սկզբից կա։ Այն օրը թելո։ Էլի թելմանը։ Ասացի, բան եմ ասում։ Այն օրը, որ դու նկուղից բերեցիր 10 սենյակ տուփը, բացեցի։ Չէ, ասեցիք վերջի օրն ենք բացել։ Ով ասեց։ Ես իմո։ Հա, ճիշտ է, մերին է։ Որ սնդուկը հանեցինք նկուղից, դու էիր ասում չբացենք։ Ասենք ինչ կլիներ, որ բացենք, հետո էլի փագեինք։ Այ քեզ բան։ Ես ուղղակի ասեցի փակ բնա, որ հետաքրքրություն չկորցնելու համար վերջին օրը բացենք։ Ինչ կա դրա մեջ։ Մենակ չասեք, այդ մի բարի համար ինձ եք կասկածում։ Նախ մի բառ չէ, նա շատ լուրջ կասկածի տեղիք է տալիս, բայց հələ կերևա, հա։ Դու սպասի, սոյդո չէ, որ լիքուց վերով թամիս։ Սա ձև չի, վիրավորական է։ Վայ, չհասկացա, ինչ եք վրա տվել Մերինեին։ Էնպես եք բոլոր նայում ու խոսում, ոնց որ մոտից եք գտել թղթերը։ Համել էս ինչ բան է, հո բանտարկյալ չենք որ դուրս չգա։ Չէ, բայց մինչև չբարձենք, հեշմար սենյակից դուրս չի գա։ Համը դու ինչ ես խառնվել իրարով։ Թե իրար եք ինչ որ գործում։ Ոնց որ Թեոդորը ճպտում էր, ասում էր, սա մեր ծրագիրն է, պետք է ամեն ինչ անենք, որ փայլուն իրագործենք, արկածներ է իման գալիս։ Կարող է այնպես դու ես։ Մեզից արկածախնդիրը Ստելանն է, ես չեմ։ Ինչ եք կպել ինձանից։ Գրակն կա արկածախնդիրը։ Բայց քեզանից հեռու չէ, գիտես։ Ճիշտ է ասում, դու էիր ասում, որ ուզում ես այնպեսի վերջի զանգ ունենալ, որ բոլորը զարմանան։ Ուզում ես տասանով արկածների հանդիպեինք։ Շատ հավանական է, որ հենց սրա համար էլ արել ես։ Էնը չստացվեց, հա։ Հələ լրեք, հա, այդ ոնց գցիկ բնիկ, որ ես եմ։ Ո մի քիչ աշխույժ ուժի, ուրեմն գող է։ Ոչ ոք ես կողք չանվանել։ Բայց փաստացի գողության դատավարություն եք անում։ Ոչ մեկը չանվարտել եք իմ ակտիվությունն ու արկածախնդրությունը վերածել գողության։ Բայց դուք հնարավորությամբ արտոք եք ունեիք դուք բացել ձեր աման դսա։ Դուք լավ եք մարման կերից վախեցեք։ Ինչ եք բոլոր տաշկներդ վրա շշրել։ Մենակ չասեք ների ինձանցակ։ Այդ մարման կետն ես էի, հա։ Լավ է, մստակուտակու փարվին կուզես պլստալ, հա։ Թե մտածում ես մամատը, որ ուզում է աշխատում վերջաշել դուցված է։ Այդ առհասարակ ստեղ ինչ կապ ունի։ Ես ոչ մի անգամ չեմ չարաշահել այդ փաստ ու ոչ մեկին առիթ չեմ տվել շարժել այդ թեման։ Հերիք է հավելի։ Սրանից հետո ոչ մեկը չփորձվեք ու չհամարձակվեք նման բան ասել։ Այսքան տարի լռել եմ, սրանից հետո էլ չեմ լռի։ Հերիք է հավարտել։ Ինչի՞ է ստիլը։ Նորմալ կետ։ Ավել բարար է։ Դու ցելդ, հա։ Ահո։ Դա մի րոպե, բայց այդ ինչ վիճակի մասին է խոսքը։ Ինչ ես ուզում տանում ասել, ինչ ես այսքան տարի լրել։
Բա իմ տեղը լինեի ինչ կանեի։ Չես ինչ եղավ։ Անդադ քարպոծում եք, խոսում եք հետևից։ Հայր, իստեղ բոլորը դեպես եք, դեմ 30 ուրիշ հետևից ուրիշ։ Ես ինչեր եմ բացահայտ։ Կեղծավորներ։ Մի կեղծավորներ դու ես էլի, եթե ոչ գլխավորը։ Ապրիկ երեխեք ջան, բոլորը ձերական դեմքերը շատ լավ ցույց տվեցիք։ Լավ է, գոնե վերջին հանեցիք դիմակները։ Ճիշտ է, դիմակներն պարեցիք։ Ափսոս ուսուցիչները չկան, որ տեսեն թե սկանդալի ումով են հիացել։ Սա է մեր իրական դիմակիցը։ Երեխեք, ոչ մեկս մեկից չենք հարվում, անկեղծ չենք եղել իրար նկատմամբ։ Էլ ինչ իմաստ ունի թուղթ գտնելը կամ ֆիլմ նկարելը, մեկ է սուտ սյուժե, մեզնից շատ հեռու, մեր մասին չէր կինոն, բոլորը ցուսիկ-փուսիկ էիք ձևանում, անց է իրական պատկերը, մարման կետեր նույնիսկ վարարեցին վերջին պահին։ Ստեղելի մարման կետեր կան, իրենց ինչի չեք անում։ Օրինակ է դու ես մարդ։ Օրինակ է ցուսիկ-փուսիկները, ողջ ընթացքում նստած են մի հատ վար չասեցին։ Բայց մենք այս պահին ուրիշ բան էինք ասում։ Ասում ենք, որ մամա դպրոցում է աշխատում, մտածում ես, թե կարող ես ջրից չոր դուրս գալ։ Հերիք եղավ էլի, արդեն ինչ կան ասեմ, չհամարձակվեք ոչ մեկը էլ շարքեք ծնողներից թեման։ Ու ընդհանրապես, եթե դա կասկածի տեղիք է տալիս, ուրեմն ասեմ իմանաք, ես միակը չեմ ում ծնողը այստեղ է աշխատում։ Այդ հարցով կարող եք մյուս մարման դեպի։ Այսինքն չհասկաց։ Վայ, դե սարքեցիք իսկականից բազար էլի։ Եկա մարդ եկա ամոթ է։ Ոգե թարգեք դե լավ։ Լավ երեխեք, ճիշտ է ամոթ է, մեզ սազական չէ։ Իսկ էլի։ Էդե, բողում հանդեպ իշմուր ունիշ, միանգամից էմոցիաներով դուրս տվավ։ Տոլը մեր օպե, մեկեմ չեղնի քեզ է արցնել, թե դու ես իջալել։ Դա ժամանակ իշկա սուսեք մնաց է հերիք է, դո։ Սաղիս տերեն ես քարքոծեսկը, ապելը մեր օպե, սաղիս տերեն ես քարքոծեսկը, ու ես շատ լավ կասկնեմ, թե ես իշ խոսամ, դե քուչ ես ասկնեմ, դե իշ խոսամ։ Ես վստահ եմ, որ այսօր վարով դու ես բեր եստեղ սաղիս հավակ է, դու ես SMS-ները սաղ դու ես խրկե։ Դու ես Զարմացած եք։ Ես էլ չէի կասկածում։ Ես էլ չէի կասկածում, որ երբևէ նման տեսարանի ականատես կլինեմ։ Բավական երկար ժամանակ կանգնած էի դրանից կողմում։ Հետևում էի։
լուր լսում էի։ Չէի հավատում, ձեզ չէի ճանաչում։ Իրականում թեշտիկներն ինձ մոտ զուտ պատահականությամբ են հայտնվել։ Սա ընդամենը զուգադիպություն է։ Այո, թեշտիկները ես էի վերցրել, որպեսզի նախապես կար տայի, խմբավորեի դրանք, որ ձեր 7 տարիներում հյուսած այս հեքիաթ երազների թեշտիկներում գրված ամեն մի տողը մաքրագրված լիներ, ինչպես և մաքրագրված էր ձեր 12-ամյա պատմությունը այս պատերի ներսում։ Ավաղ, այս ամենը սոսկ պատրանք էր։ Դուք փաստարկեցիք, մենք մոլորվել էինք թվացյալ ձեր մարդկային որակներում։ Փաստորեն դուք կարողացաք ընդամենը մեկ ակնթարթում գլխիվայր շուռ տալ միմյանց նկատմամբ վստահությունն ու հարգանքը։ Առանց հետ նայելու հատեցիք մարդկային բոլոր եզրագծերը։ Տրորեցիք միմյանց զգացմունքներն ու ներաշխարը, ինչ է թե ձերի բր անմեղությունն ապահովեիք։ Թեկուզ և երազանքի թեշտիկները ձեզանից ոչ մեկի մոտ չէր, միևնույն է, դուք մեղավոր եք։ Բոլորդ, յուրաքանչյուրդ, այո, մեղավոր եք, քանզի դուք ավելին արեցիք, քան պարզապես թղթի կտորները վերցնելն էր։ Դուք գողացաք միմյանցից ամենաթանկը, ձեր իրական երազանքները։ Ամենահասարակ թյուրիմացությունն անգամ իզորու եղավ փշուր անել, փլուզել ձեր խարխլված փոխհարաբերությունները, քանզի դուք չցանկացաք նույնիսկ ընտառաջ գնալ իրար։ Ընկալելու, վերլուծելու կամ թեկուզ զիջելու, ներելու ուժ չունեցաք։ Այնքան զորեղ կամք չդրսևորեցիք, որ այս լարված իրավիճակում չկորցնեիք ինքնատիրապետումն ու ամենակարևորը, ձեր արժանապատվությունը։ Այնքան խոհեմություն չունեցաք հասկանալու, որ թեշտիկներում գրված ծով չէ, որ երազանքներն ի կատար էին ածվելու։ Դրանք ընդամենը թղթի կտոր են, այնինչ ամենաթանկն է, դա այստեղ է։ Դուք թեշտիկների հետ կորցրիք նաև այդ ամենաթանկը, ձեր մարդկային նկարագիրը։ Երանի հիասթափությունս այս կամ ցավոտ չլիներ։ Երանի ձեզ չսիրեի այնքան խորունկ, որ հոգումս այս դադարությունը չզգայի։ Միթե սա էիք երազում։ Բոլորս սրտի թրթիռով էինք սպասում, թե տարիներ շարունակ ջերմությամբ փայփայված այս երազե թեշտիկների մեջ գրված տողերը ոնց եք դուք մեկիկ իրականություն դարձնելու։ Դուք, որ անսխալ էիք մեր աչքերում։ Դուք, որ մեր տարիներով սպասելիքների արտարացումն էիք, որ մեր գալիքի սերմնացանն էիք, հույսն էիք մեր, ում սիրով ու նվիրումով էինք կերտելու մեր այս օջախի պատմության ևս մեկ էջը։ Դուք ամենամաքուրն էիք ձեր միասնականությամբ, նվիրվածությամբ, հավատարմությամբ, ջերմությամբ, սիրով, ձեր լուսավորությամբ։ Ձեր մեջ էր մեր վաղվա օրն ու ապագան։ Բայց մենք սխալվեցինք։ Նայեք միմյանց աչքերի մեջ։ Այնտեղ կգտնեք ձեր կորուսյալ վստահությունը, միմյանց նկատմամբ սեր ու նվիրվածությունը։ Այնտեղ կգտնեք ամոթն ու հիասթափությունը, ամենաթանկը, ձեր իսկ երազած ընկերությունը։ Վերջ, ֆիլմն ավարտված է։ Ամաչելու աստիճան ցավում, զղջում, ափսոսում։ Սա ձեր վերջին քննությունն էր, միասնականության ու արժեքների չափման փորձությունը, որով հաստատվելու էր մեր տարիներով ձեզ ներարկած մարդկային վեհ որակների գնահատականը։ Դուք անչհանձնեցիք ավաղ։ Հավաքեք ձեր երազանքները։ Դուք դրանք ճիշտ այս կերպ գետնով շախտվեցիք, տրորեցիք, ափսոս ոտնատակ տալով դրանց հետ նաև իմ, մեր, բոլորի սպասումները։
Գտաք երազանքի թեշտիկները։ Բավարարված եք։ Իսկ հիմա գնացեք։ Գնացեք ձեր իրական երազանքի հետևից։ Գնացեք գտեք ձեր իրական երազանքը։ Խաղաղությունը, հոգու խաղաղությունը։ Ավաղ, բայց դուք երազել էիք մի բանի մասին, որը դեռ երբեք չի եղել։ Մամ, Կյանքում ժամանակավոր, թեկուզ լինես թագավոր, լոտ իրական ընկերությունով ես բախտավոր, ահենց դա է կարևոր, որ չապրես հիասթափություն, երբ անցնես դու փորձություն, ինքդ քեզ հետ դու միշտ պիտի ապրես հաշտ ու ճիշտ, որ դու հարգվես ընդմիշտ, բոլորն ուզում են լինել սուր, որ մեղքեր գործեն թաքուն, ամեն ուր չոր դուս գան մնան դավաճան, երբ իրենք են դավաճան, մենք ընտրում ենք ծնվելուց, և փնտրում ենք շատ վաղուց, ընկեր հավատարեմ նվիրված մտերին, որ չմնան կես ճամփին, կանցնեն օրեր, տարիներ, ու ես նորից քեզ կփնտրեմ, իմ ընկեր հոգուս թևեր, հուշերիս տնում ավեր, կանցնեն օրեր, տարիներ, ու մենք նորից կհանդիպենք, կարոտած քեզ կփարվենք, մանկության երազանքեր, անցած փորձությունները ես շատ եմ գնահատում, դրանով առաջ գնում ու չեմ մեծալանում, միշտ միտքովիս են մաքրում, ինչ է պետք քեզ այս կյանքում, շքեղտուն հարստություն, թե ազնիվ ու մաքուր ապրված քո կյանքից լուսավոր հիշողություն, ինձ համար կան շատ արժեքներ, որ թանկ են քան շատ գանձեր, ինչ ենք տանելու այս անիրավ կյանքից մենք եթե ոչ սեր ու հուշեր, ազնիվ եղիր դու ամենուր, խնդրում եմ քեզ մի հարց տուր, ինչ ես արելու, ինչ ես անելու, որ հասնես հարգանքի կյանքում սուր, կանցնեն օրեր, տարիներ, ու ես նորից քեզ կփնտրեմ, իմ ընկեր հոգուս թևեր, հուշերիս տնում ավեր, կանցնեն օրեր, տարիներ, ու մենք նորից կհանդիպենք, կարոտած քեզ կփարվենք, մանկության երազանքեր, կանցնեն օրեր,
կփնտրել մանկության երազ հուշեր իմ ընկեր իմ լույս ու ստվեր կանցնեն օրեր տարիներ ու մենք նորից կհանդիպենք ուշերից առած թևեր կջախենք մենք դեպի վեր Ողջույն, ես Մայիսյանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ եմ։ Ես նա եմ, ով իր դպրոցական անհոգ տարիներն ու մանկության հեքիաթորեն անցկացրել է մի կրտոջախում, որ առաջնային է եղել յուրաքանչյուրի մեջ մարդկային վեհ արժեքների սերմանումը, որ կրթության ու դաստիարակությանը զուգահեռ կշերքին նժարվել է ազնվությունը, մաքրությունը, նվիրումը, հավատարմությունը, վստահությունն ու համախմբվածությունը, իբրև անհատի ձևավորման համամարտկային որակներ։ Ես նրանցից մեկն եմ, գուցե հերթականը, ով այս պատերի ներսում գտել է իր խաղաղությունը, հոգու խաղաղությունը։ Եվ մեր դպրոցական կյանքի հետաշվարկային այս խորհրդանշական 9 օրերը մեզ հետ ապրեցիք մեր հիշողություններով ու վարտագույն երազներով։ Եվ ես նա եմ, ով բաց կյանք է մտնելու, իր հետ տանելով ձեզանից ժառանգած ոգին, կամքը, պատգամը, խոստումն ու մարտը։ Եվ վերջապես ես նրանցից մեկն եմ, գուցե հերթականը, ով այստեղից տանում է ամենաթանկը, իր խաղաղությունը, հոգու խաղաղությունը։ Սա ասես մի քննություն էր, միասնականության ու արժեքների չափման փորձություն, որով հաստատվելու էր տարիներով մեզ ներարկված մարդկային վեհ որակների գնահատականը։ Երեկ մենք երազում ենք այսօրվա մասին, այսօր երազում ենք վաղվա մասին, վաղը երազելու ենք հաջորդ օրվա մասին, հետո հաջորդ, ելի հաջորդ, ու այսպես մինչև վերջ։ Եվ սա ֆիլմ է հենց մեր տարիներով փայփայած անաղարտ իրական երազների ու հույզերի մասին։ Այն համամարտկային ուղերձ է մեր միասնական խաղաղական հոգու երազի մասին։ Այն է երբեք չտատարել երազել, չէ՞ որ աշխարհին պետք են մարդիկ, ովքեր կերազեն մի բանի մասին, որը դեռ չի եղել։ Կան երազանքներ, որ ծնվում են թանակի հետ, իսկ մյուսները թևերով։ Մենք փակել էինք մեր ամենաթանկ թևավոր ցանկությունները փայտե տուփի մեջ, անմտաբար կարծելով, որ այնտեղ նրանք ապահով են, անվնաս։ Բայց թեթև ու անզուսպ երազանքները չեն կարող ապրել կողպեքների տակ։ Նրանք բարձր ազատություն են սիրում։ Երբեմն մենք մոռանում ենք, որ մեր երազները մեզանից շատ ավելի մեծ են։ Նրանք չեն կարող տեղավորվել մեկ սրտում կամ մեկ հիշողության մեջ։ Երազանքներն ապրում են, երբ մենք կիսում ենք իրենց միմյանց հետ ու միասին ճախրում դեպի ազատություն, խաղաղ երկնի կապույտը դեպի։ Մեր սրտերը նման են երազանքների այդ տուփին։ Նրանք երբեմն դատարկ են թվում, մինչդեռ լիքն են այն ամենով, ինչին այլևս չենք կարող դիպչել, բայց կարող ենք զգալ, միշտ, որովհետև ամենագեղեցիկ երազը սրտի տարածության մեջ եղած այն զգացմունքն է, որը մեզ դարձնում է մարդ։ Մենք հանձնեցինք մեր դպրոցական կյանքի թերևս կարևորագույն եւ վերջին հավատարմության ու նվիրումի քննությունը։ Չգնահատվեցինք, բայց ոչ նրա համար, որ թերացանք, այլ որ համամարտկային արժեքները անչափելի են, անհամրելի։ Դրանց չափման միակ միավորը սերն է։ Դեպի դպրոց տանող սանդուղքները պարզաստիճաններ չէին, տախտակի կամ սալիկի կտորներ չէին։
Դրանք ժամանակի վրայով անցնող լարախաղացի անտեսանելի ճոպաններ էին, որոնցով բարձրանալու համար պարտադիր էր հոգով տեսնել։ Ու հոգու անմշուշ մերակնահատակները ամեն վայրկյան հյուսվում էին դպրության անմար լույսի իմաստության հավատի լարաններից, որ անխարխապ ու անտատան բարձրանայինք մեր սխալների, հաղթանակների, անմոռաց պահերի, համրիչի հատիկների վրայով, որ ամեն միաստիճանը բարձրանալիս հոգու տեսանելիության պարզությամբ ու իրականության ներդաշնակումով հավասարակշռեինք մեր յուրաքանչյուր անսայթակ քայլը դեպի բյուրեղյա երազների բարձունքներ։ Այդ սանդուղքները պարզ աստիճաններ չէին։ Ամեն միաստիճան հարց ու պատասխանի ձուլվածք էր, իսկ ամեն մի դասը նոր աստիճան էր, կերտված իմաստության արծաթից ու համբերության ոսկուց։ Ժամանակը ծորում էր, իսկ մենք բարձրանում էինք ու բարձրանում։ Մարդ բարձրագույն արժեքին հասնելու անհագուրդ տենչի ձգտման մեջ մոռացության մատնելով սայթաքումները, վրիպումներն ու անգամ արհամարելով երկյուղ երկմտանք էլի բարձրանում էինք, ուր մեր աննենք հարգանքն էր, միաբան միտքը, վստահելի ոգին, հավատարիմ կամքը, անծախ սերը և մենք։ Այսպիսին, զուլալ ու իրական, կապույտ, խաղաղ ու երազգոտ։ Մենք բարձրանում էինք ու բարձրանում։ Եվ վերջին աստիճանին հասնելով հասկացանք, այդ սանդուղքը միայն սկիզբն էր։ Մենք դեռ նոր ենք բարձրանալու կյանքի սանդուղքով, որը երբեք չի վերջանալու։ Այն բարձրանում է դեպի երազանքներ, համամարտկային արժեքներ, բարոյակամային որակներ, դեպի երկնալուրդ մեր երազանքների խաղաղությունը կապույտ, ներքևում թողնելով սահմանափակ մի հատակ, վերևում անհատակ ազատություն։